Սկսենք հենց ուժեղ Հայաստանից, երեք Անվել Կարապետյանի մասին տեղեկություններ էին շրջանառում մերձիշխանական շրջանակները եւ անձամբ հենց վարչապետը, այսօր էլ արդեն փաստացի քննչական կոմիտեն Նարեկ Կարապետյանի մասով այդ հաղորդագրությունը տարածեց, որ նա այլ երկրի քաղաքացիություն ունի, որը թաքցրել է, ինչպես է գնահատում այս հայտարարությունները, ինչ է ուզում սրանով անել Նիկոլ Փաշինյանը։ Իսկ հիշում եք երեք չառաջորը ինչ էին տարածել են սևադեմ, այսպես դիմակներով մարդկանց այդ մասկի շոուներ, հետո հասկացան, որ էֆեկտը քարոզչական ամենևին այն ինչ որ ակնկալում էին, որոշեցին նոր թեմա օրակարգ գծել, Նարեկի մասով հայտնեցին, այսպես տեղեկացրեցին, որ նա փաստորեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի, այդպիսի կեղծ, այսպես ֆոտոներ, որ սարքում են, տարածում են, ցանկացած գրասենյակում կարելի է կազմակերպել ու որևէ խնդիր չի, իսկ Նարեկից առաջ ելավել, պարզվեց միլիարդատեր Սամվել Կարապետյանը Ռուսաստանի Դաշնային հետախուզական ծառայության աշխատակից է, նայեք, անգամ կեղծ քարոզչական թեզեր մշակելը պետք է լինի որոշակի խելամտության, ընկալողունակության, տրամաբանության ներքո։ Սկանդալը պետք է աշխատի այն դեպքում, երբ որ որոշակի ներվ կա, այսպես ոչ թե բարոյական, այլ մտածողական ներվ կա, որ մարդիկ ասում են հնարավոր է, հասկանում եք, միլիարդատերը Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակից։ Դա ոչ թե թեթև ժպիտ է առաջացնում, այլ բարձր ժպիտ։ Այդ օրերի գործողությունները արցախցիների մասնակցությամբ տեսանյութը իհարկե չենք կարող պնդել, որ նրանք արցախցիներ են, համենայն դեպս տվյալ տղամարդը խոսում էր արցախյան բարբառով, բայց ինչու է Նիկոլ Փաշինյանը եւ առհասարակ ինչու էր ձեռնտու Նիկոլ Փաշինյանին այդ թեման բարձրաձայնել, ինչ էր ուզում անի, վախեցնել ժողովրդին, ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումների նոր ալիք սկսել, ո՞րն էր դրա նպատակը։ Նախ թե ձեր ձայնով, թե իմ ձայնով արհեստական բանականության միջոցով հնարավոր է կրկնօրինակ տեքստեր ստեղծել, այսինքն արցախցիների բառապաշարով այդ մարդկանց խոսքը կարող է լինել լիովին եւ ամբողջությամբ արհեստական բանականության ծնունդ։ Հաջորդը ինչու արցախցիների։ Հիշում եք Արաբկիր համայնքում մի շարք արցախցիների հետ ինքը այսպես շատ քարոզչական առումով, էլեկտորալ բովանդակության առումով շատ վատ խոսակցություն ունեցավ, մտավ հիստերիկայի մեջ, իրան անվերահսկելի սկսեց պատմել, պահել, հետո շրջվեց այդ տղամարդուն, ասաց ինչու դու զոհված չես, հասկանում եք, Հայաստանի գործող վարչապետը ՀՀ քաղաքացուն ազգությամբ հայ մարդուն, ով հարցեր է տալիս ու այդ հարցերի պատասխանները չի կարող տալ, ասում են չի դու զոհված չես, հա, հասկանում եք, այսինքն ենթագիտակցորեն նաև այն բովանդակությունը ընդունելի է զոհված հայը իր համար այդ կոնցեպտը ինքը երբ որ հիստերիկայի մեջ անգնում սկսում է հանրային ասել խնդիրը արցախցիներին թիրախավորելն էր, հա, եւ դա այսօրվա խնդիր չի, դա տևական ժամանակ կա այդ օրակարգը եւ ավելին իր ձևակերպումները արցախցիների վերադարձի ընդհանրապես ինչու եք այստեղ ապրում եւ այդ ատելության խոսքը Հայաստանի գործող վարչապետի քարոզչական թեզերի մեջ ոչ թե կարմիր գծով, այլ մուգ կարմիր գծով գնում է ու ամենտեղ արկա, հա, մյուս կողմից ինքը փորձում է ներհասարակական ատելություն ստեղծել ընդդեմ արցախցիների process-ի տեսանկյունից։ Դա մոտարապես մտնում է այն ատելության քարոզարշավի մեջ, ինչ որ մենք ունեցել ենք 21 թվականին, 18 թվականին, հիշում եք սևեր սպիտակներ եւ այլն, հա, ինքը չի կարողանում դրական, կառուցողական, բարի, ազնիվ ինչ-որ թեզեր մտցնել։ Ինքը միշտ փորձում է կոնֆլիկտային դաշտ ստեղծել, դրա ներքո փորձելով այսպես ոչ այդքան բարոյական եւ կայուն հոգեբանական որակներ ունեցող մարդու դիրքերից ինչ-որ թեզեր հնչեցնել, գորգռալ եւ այլն։ Ինքը մի բան լավ չի հաշվել, հա, էլեկտորալ առումով։ Իր ընտրազանգվածը իրան ընտրելու է, պոլյուբոմու։ Այդ վարքաբանությունը հակառակ էֆեկտ է տալիս երբեմն նաև իր էլեկտորալ շրջանակի մոտ, այնպես որ կարող է այդպես ակտիվ շարունակել։ Բայց ինքը հասավ իր նպատակին այս երկու օրերի մեջ այդ տեսանյութը տարածելով, այդ հակասությունը արցախցիների եւ հայաստանցիների միջև մտցնելու։ Նախ հակասության թեման արմատները խորն են, ինքը կարող եմ քիչ ավելացնել, մի քիչ պակասացնել, դրանից բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու։ Ինչ վերաբերում է Կարապետյանների ընտանիքի երկու հոգու մասով այդ հետյուրանքներին, հիշում եք նախորդ ձայնագրությունները կեղծ։ Այդ ձայնագրությունները մենք կարող ենք երկուսով էլ կազմակերպել, ինչ որ մեկի անունից, որոնցից արդեն շատ են, հա, համացանցում։ Անկամ ուժեղ Հայաստանի թիմը սկսեց ծաղրանքով վերաբերվել այդ ամենին, շատ հիմնավոր ու շատ փաստարկված։ Կարծում եմ չի ստացվում ու նյարդերը, այդ կծկումները հենց դրա հետ են կապված։ Այսօրվա քարոզարշավը շատ
հետաքրքիր դեպ, ու երբ որ ինքը սկսում է խոսել տարբեր հիբրիդայինների մասին եւ այլն, խոսում է, որ ինչ որ մարդիկ այդ թվում Սամվել Քարապետյանը իբրև ինչ որ պետության այս դեպքում Ռուսաստանի Դաշնության անվտանգային դաշնային ծառայության ներկայացուցիչն են, հետո չգիտեմ, մարզերից մեկում ասաց ես Ռուսաստանի Դաշնության հետ, Դաշնության ղեկավարի հետ ջերմ ընկերական հարաբերություններ ունեմ։ Մի քիչ չի ստացվում ինչ-որ մի բան, հա, կամ վերջինն է սուտ, կամ առաջինն է սուտ, կամ երկուսն են մեծ սուտ, հա։ Ու իր պարագայում սովորաբար սուտը երկուսն են լինում։ Իդեպ այդ հայտարարությունը այսօր էր արել եւ Լոռու մարզում էր արել։ Հիմա գանք Գագիկ Ծառուկյանին, երկրորդ շաբաթն է քարոզարշավի ընթացքում Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան եւ Գագիկ Ծառուկյան, բայց տպավորություն է, որ սլաքները բավականաչափ շատ են ուղղված դեպի Գագիկ Ծառուկյանը, ինչու այսօր հայտարարեց, որ նրա բիզնեսը Արարատ ցեմենտ գործարանը պետականացնելու է, ինչպես օրինակ դա արեց ճակերտավոր ասած արեց հեծում համենայն դեպս ժամանակավոր կառավարիչ է նշանակել։ Գագիկ Ծառուկյանի արձագանքը բավական մեղմ է, իր կլասը չի գցելու, իր խոսքով եմ ասում, չի մեկնաբանում, համարում է, որ Փաշինյանը ասելիք եւ ծրագիր չունի, դրա համար էլ նմանատիպ հայտարարություններ է անում։ Ինչու է այս ուղղվածությունը Նիկոլ Փաշինյանը այս փուլում վերցրել իր ձեռքը։ Նայեք, պոպուլիզմի այդ արդարության կես թեզերը, որոնցով ինքը 21-ին էլ եկավ, հետո 18-ին էր խոսում, հիմա անհրաժեշտ չափ չեն աշխատում, հա, Սամվել Կարապետյանի դեպքում ինքը փաստացիորեն խլեց հեծը, դա անօրինական ճանապարհով միջազգային արբիտրաժի որոշումը չկատարելով եւ այլն։ Ռոբերտ Քոչարյանից գոյաբանական վախի հետ մտնոլորտում մնում է ով, որ արդարության, այսպես ասած, իր խոստումները պոպուլիզմը, հա, հասարակության վրա վաճառի, Ծառուկյան Գագիկը, ի պատիվ Գագիկ Ծառուկյանի եւ իր խորհրդատուների ու քաղաքական թիմի, իրենք շատ ձիգ են իրենց պահում, արժանապատիվ են պահում, անգամ ձևակերպում ընտանիքի անդամներից մեկին վիրավորելու տեսանկյունից, ասած ես չեմ իջնել իր մակարդակին եւ այլն, դա միայն գովել է, միայն այդ թիմի համար քվեներ ա բերում, էլեկտորալ հիստերիկ վարքը այն բանագով եւ մեծ հաշվով հասարակությունը շատ լավ ճանաչում է իրենց գործող վարչապետին, որևէ դրական էլեմենտ չի բերելու այն զամբյուղը, որտեղ իրանք ակնկալում են, որ քվեները կավելանան, ես կասեի հակառակը։ Այո, Ծառուկյանը իրան ձիգ պահեց, ուժեղ պահեց եւ կարծես թե պատրաստ է մինչեւ վերջ գնալուն, որովհետեւ մեծ խոշոր բիզնեսը միշտ խոցելի է։ Որովհետև այդ խոշոր բիզնեսը հասարակ ընդհանուր պետական տնտեսության մեջ մեծ մասնաբաժին ունի ու հաճախ պետությունը նաև որոշակի արտոնություններ այսպես ավելի հեշտացված ճանապարհով է այդ խոշոր բիզնեսին աջակցում։ Հիմա Ծառուկյան Գագիկը այդ խոցելիության շեմի մեջ իհարկե կա։ Մենք այսօր քնչականի հայտարարությանը ծանոթացանք, ես ենթադրում եմ, որ գործը նախապես էր եղել, այսինքն փորձել են գտնել ինչ-որ բաներ, իսկ միշտ ինչ-որ բաներ կարելի է գտնել, հա, այսինքն կարելի է փոքրիկ լուն սարքել փիղ, դրանից քարոզչական էֆեկտ ունենալ եւ այլն, Ծառուկյան Գագիկը իրան ձիգ է պահում, ունենալով բազմաթիվ խնդիրներ, լինելով ինչ-որ հարցերով ասեք, նայեք, Զավակի հետ կապված իրան վիրավորեցին իրան այսպես ձիգ պահեց եւ այլն, ու ընտրանքը իր ձևակերպումը ասեց իմ համար շատ ավելի կարևոր է հայրենիքը, քան իմ բիզնեսն էր, հա, ոնց որ թե ընդհանուր բաներ են ստացվում Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան ու սա իհարկե հավելյալ նյարդայնացում ու ներառմացնելու գործող վարչապետի քարոզարշավի մեջ առաջիկայում ինձ թվում է մենք կտեսնենք։ Աշխարհի կարևոր իրադարձությունները բաց չթողնենք, Չինաստանում էր Ռուսաստանի նախագահը այն բանից հետո, երբ Թրամփն էր Չինաստան այցելել, որոշակի համաձայնագրերի ստորագրում երկու կողմն էլ այսօր փաստացի բավական բարձր եւ կառուցողական էին գնահատել Վլադիմիր Պուտինի եւ Սի Ցինփինի բանակցությունները, ինչպես է գնահատում այդ բանակցությունները այդ կոնտեքստում, որ Թրամփից հետո է Վլադիմիր Պուտինը գնացել Չինաստան ու նաև այսօր հայտարարվեց, որ առաջիկայում հնարավոր է հենց Չինաստանում լինի Վլադիմիր Պուտին եւ Դոնալդ Թրամփ հանդիպում։ Մենք մոտավորապես ականատես ենք լինում նոր աշխարհակարգի ձևավորմանը, մոտավորապես չէ, կոնկրետ ականատես ենք լինում եւ աշխարհի ազդեցության գոտիների բաժանումը։ Եթե ավելի բաց տեքստով ասենք, եթե ռեալ պոլիտիկի դիրքերից ասենք, օրակարգի կարևորագույն խնդիրներից թե Թրամփ, Սի Ցինփին, թե Սի Ցինփին, Պուտին եղել են երկուսը իհարկե, դա ուկրաինական պատերազմը եւ իհարկե Իրանի խնդիրը, ավելին Թրամփը բացառապես երեք կարծես թե, այսինքն մեր գիշերը այսպես ասած, ասել է, որ կա հույս, որ Իրանի հետ իրավիճակը քաղաքակիրթ ճանապարհով կլուծվի։ Իհարկե մենք կարող ենք վիճակագրություն անել, թե որևէ անգամ է ասում, բայց նախորդ դեպքերում Սի Ցինփինի հետ հանդիպումից հետո չէր։ Չինաստանը լուրջ դերակատար է, ես շատ մանրամասն ուսումնասիրել եմ Թրամփ Սի Ցինփին օրակարգերը, այսինքն ինչի մասն են խոսել եւ ամենակնճռոտ թեմաները, հա, կապված Թայվանի հետ եւ այլնի հետ եւ Ամերիկայի հնարավոր վարկաբանության հետ։ Ես վստահ եմ, որ Թրամփը ուղերձներ է խնդրել, որպեսզի Սի Ցինփինը փոխանցի Պուտինին, իսկ այդպիսի այցերը նախապես
վաղուց են պատրաստում, դրանք շատ լուրջ այցեր են։ Մենք նոր աշխարհակարգի ձևավորման շեմին ենք, որին կողքից նայում է Եվրամիությունը։ Իսկ Եվրամիության ճանապարհը ո՞ր պետությունն է ընտրել, Հայաստանի Հանրապետությունը։ Դրան էի ուզում գալ, Հայաստանը կամ եթե մի քիչ գլոբալ նայենք, Հարավային Կովկասը կարող է լինել թե Թրամփ Սի Ցինփին հանդիպման բանակցությունների սեղանին, թե արդեն Վլադիմիր Պուտինի եւ Սի Ցինփինի բանակցությունները։ Ես կարող եմ ասել, որ երեքի եռակողմ բանակցությունների օրակարգի մեջ կարող է լինել, որովհետեւ եթե իրենք որոշեն ռազմավարական որոշումների գնալ աշխարհի այսպես ազդեցության զոնաների բաժանման տեսանկյունից, որովհետեւ պարզ հասկանանք աշխարհը այնքան է փոխվել եւ աշխարհը այնքան փոխկապակցված է, բացի երեքի որոշումներից եւ շահերի շրջանակից իրանք հարաբերվելու են եւ քննարկումներ ունելու ռեգիոնալ պետությունների հետ։ Այսինքն Հայաստանի հետ կապված օրակարգերը որոշվելու են Հայաստանից դուրս վստահորեն, Հարավային Կովկասինը ել ավել։ Որոշումներ են կայացնում, որ մենք երկուսով այս օրակարգը կփակենք, դուք երկուսով այն օրակարգը կփակեք եւ այլն։ Եվ կիրազեկեն նաեւ այն պետություններին, ովքեր փոքր են, հա, միջին ազդեցության եւ ռեգիոնալ գեոպոլիտիկ կենտրոնների հետ իրենք արդեն առևտրի կգնան, այսինքն ըստ կարիքների եւ ազդեցությունների դաշտերի։ Հիմա Իրանի չափորոշիչները հավաքտությունների շատ են բարձրացել գլոբալ մակարդակով։ Հեշտ չի լինելու, բայց աշխարհակարգ ձևավորելը իհարկե հեշտ գործընթաց չի։ Այսինքն մենք արդվազն առաջիկա մի քանի տարվա մեջ կունենանք մի շարք փոփոխություններ գեոպոլիտիկ ազդեցության դաշտերի եւ այլնի մեծ հաշվով այդ երեք տերությունները որ որոշեն համագործակցել աշխարհում գեոպոլիտիկ կլիման եւ խաղաղության օրակարգը էականորեն կփոխվի, հա, ու տարբեր տիպի մանր մունր քաղաքական հիստերիկներ, չգիտեմ, արկածախնդիրներ, տարբեր հակումներ ունեցող ինչ-որ ղեկավարներ, այդ ունեւ Եվրամիության օրակարգում չեն կարող միջավայրը փոխել կամ փչացնել, հա, եթե լինի այդ ամեն ինչը, հա, բայց պետք է հաշվի առնել, որ թե Միացյալ Նահանգներում, թե Ռուսաստանում իրավիճակը այդքան էլ հեշտ չի, բավականաչափ բարդ է եւ պետք է հասկանալ, թե Զելինսկին միջև ուր է գնալու, այսինքն Զելինսկին պրինցիպի ոչ մի տեղ չի գնում, Զելինսկիով են խաղում ընդդեմ Ռուսաստանի։ Այսինքն բոլոր այդ կնճռոտ հարցերը պետք է լուծումներ ստանան, որպեսզի որոշակի դաշտը բացի ու հասկանան, թե ով ինչ ռեգիոնում ինչ ազդեցություն ունի, այդ թրիփը, չէ։ Իսկ ով ասաց, որ այդ թրիփի մաս չի կարող Վաղաչևիսյանը դառնալ Ռուսաստանը։ Ես այդ մասին այդտեղ նաև ձեր հարթակում շատ վաղուց եմ ասել։ Թրամփի համար հետաքրքիր է պոպուլիստական թեմաները, PR-ի թեմաները, բայց ինքը ունի բիզնես շահեր, օրինակ Իրանի պատերազմի վրա մինչև 4.8 միլիարդ փող էր աշխատել։ Օրինական ճանապարհով են աշխատել, բայց աշխատել, այսինքն կյանքը շատ բազմազան է լինելու, այս երեքի որոշումները շատ բանա իհարկե կախված լինելու։